Այս շաբաթ թուրք-ադրբեջանական աննախադեպ սկանդալ բորբոքվեց։ Օկուպացված Արցախում ներդրումներ արած թուրքական Arenol Group շինարարական ընկերության ղեկավարը բողոք տեսաուղեր ցղեց Էրդողանին ու պատմեց, որ ադրբեջանցիները սպառնալիքներով ու ճնշումներով բռնականձել են իր գույքը։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ, նա մեր երկրորդ տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա։ Ինչ քննարկումներ կան այս թեմայի մասին Ադրբեջանում։ Պաշտոնական մակարդակում գրեթե ոչինչ Լարա, սա այն խնդիրն է, երբ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, թե իրականում ինչ է տեղի ունեցել, պարզապես կամ չեն կարող, կամ չեն ուզում անդրադառնալ թեմային, որովհետև պարզ է, որ եթե խորանանք, ապա արմատներ այս հարցի տանելու են Ալիևի ընտանիք կամ Արցախի վերակառուցման սկանդալներին։ Ադրբեջանական մամուլը, որը մշտապես վերահսկողության տակ է, այդ իսկ պատճառով այս թեմային անդրադառնում է շատ մակերեսորեն եւ ներկայացնում է դա թուրք գործարարի անձնական խնդիր եւ ուղղակի չի խորանում։ Իսկ ադրբեջանցիների մոտ այս ինֆորմացիան սկանդալային է ներկայացում զուտ միայն այն պատճառով, որ միջազգային, այն էլ թուրք գործընկերոջ կողմից է խնդիրը բարձրաձայնվել։ Իրականում խնդիրը կանում է նրանում, որ Արցախում այս Ալիևյան վերակառուցման մեծ ծրագրի հիմքում խոշոր ֆինանսական խնդիրներ կան։ Սովորաբար պետբյուջեից միլիարդավոր դոլարներ են դուրս գրվում եւ առանց մրցույթի մեկ անձին է տրվում այդ տենդերը, ինչի արդյունքում թափանցիկություն պարզապես գոյություն չունի, չկա նաև հաշվետվողականություն։ Արման, սրա մասին մեր անցած զրույցներից մեկի ժամանակ մանրամասն խոսել ենք, բայց միթե կարող էր զուտ ֆինանսական պատճառով Ադրբեջանի նախագահը նեղացնել անգամ եղբայրական պետության գործարարին։ Խնդիրը Arenol Group-ի մեջ չէ Լարա, այս ընկերությունը պարզապես օրինակ է։ Ադրբեջանում տարիներ ի վեր եղել են նման խնդիրներ, թե տեղական գործարարների, թե ռուսական եւ թե անգամ միջազգային գործընկերների հետ։ Սակայն նրանք պարզապես նախընտրել են լռել եւ լքել ադրբեջանական շուկան։ Այս դեպքում թուրքական ընկերությունը պարզապես որոշեց կներեք չլռել։ Սա խոսում է այն մասին, որ անգամ Ադրբեջանում եղբայրական Թուրքիայի ուրեմն բիզնեսը պաշտպանված չէ, եթե հնարավոր չէ դա վերահսկել Ալիևի կողմից։ Այս պատմության մեջ շրջանառվում էր նաև Լեյլա Ալիևայի անունը։ Այո Լարա, Arenol Group-ի տնօրենը ինքը ասեց, որ իր ամբողջ գույքը բռնագրավել են, տալով Լեյլա Ալիևայի անունը։ Սա պատահական չէ, որովհետև մի քանի տարի առաջ թե միջազգային եւ թե ադրբեջանական մեդիայում տեղեկություններ էին տարածվել, որ Արզու եւ Լեյլա Ալիևաները կապված են միջազգային ընկերությունների, խոշոր բիզնեսների, անշարժ գույքերի եւ օֆշորների հետ։ Այդ պատճառով, բացի այդ, Ադրբեջանում ձևավորված մի մեխանիզմ կա, որ պետական ակտիվները չեն գրվում նախագահի անունով, այլ դրանք տալիս են ընտանիքի անդամներին կամ նրանց անվան շուրջ կառուցված որոշ ընկերությունների հետ։ Դա ստեղծում է ֆինանսական, իրավական եւ քաղաքական պաշտպանվածության պատրվակ։ Ու եւս մեկ թեմա, Արման, երեք Բաքվում ներկայացվել է այսպես կոչված Երևան Բերդաքաղաքի ազգագրական քարտեզը եւ գործարկվել է դրա կայքը։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Իրականում սա պարզապես որպես պատմական քարտեզ կամ նախագիծ չէ Լարա, սա պետականորեն ֆինանսավորվող հերթական ծրագիրն է, որտեղ Երևանը ներկայացում է որպես հին ադրբեջանական քաղաք։ Դա մի նոր կայք է, որտեղ ներկայացված է մի հատակագիծ, դրա վրա մեզ հայտնի Երևանի վայրերն են խեղաթյուրված ադրբեջանական անվանումներով ու դրանք ներկայացվում են ադրբեջանական։ Այլ բան դեռևս հայտնի չէ, սակայն ամենակարևորն է հասկանալ, որ սա ոչ թե հասարակական նախաձեռնություն է, ինչպես ներկայացրեց Ադրբեջանը, այլ պետական փողերով տրամադրված հերթական պահանջատիրական քայլ է։ Սա ազդակ է այն մասին, որ երևանյան խնդրանքներն ու մոտեցումները խաղաղության մասին դեռ չեն հասել Ադրբեջանին։ Ընդհակառակը Ալիևը շարունակում է նույն մոտեցմամբ առաջ գնալ, այս անգամ պահանջները ներկայացնելով մշակութային ժառանգության տեսանկյունից։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ մեր երկրորդ տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։